Վերջերս լայն տարածում են գտել տելեգրամյան խաղեր, որոնցով մարդիկ բիտկոին են վաստակում, հույս ունենալով, որ դրանով գումար կաշխատեն։ Խնդրում եմ, ասեք, այս ամենի մեջ ներկաշվելը ինչքանով է աստվածահաճո եւ արդյոք այն չի վնասում մեր կենսակերպին։ Հենց երեք տեսա մեր եկեղեցու եղբայրներից մեկը այս կատակ էր արել։ Այս խաղի անունն էլ չեմ ուզում տամ, որովհետեւ գովազդ կլինի, շատերը անունը լսելով կհետաքրքրվեն, բայց այո, ես կարծում եմ, որ սատանան ևս մեկ հնար կա հորինել, թե ինչպես մարդկանց կտրի իրական կյանքից։ Եվ այդ խաղի իմաստը նա է, որ դու ուղղակի մատով կտկտացնում ես հեռախոսի էկրանին եւ ինչքան շատ ես կտկտացնում, այնքան քեզ գումար է գալիս։ Կրիպտո արժույթներ կան, եւ այդպես շատ մասնագիտական տերմիններ չասեմ, բայց mining է կոչվում դա, այսինքն դու քո գործողությամբ արժեք ես ստեղծում։ Հիմա պատկերացրեք ինչ արժեք է ստեղծվում, ֆինանսական արժեք է ստեղծվում մատի կտկտոցով։ Եվ եթե ուշադիր լինեք, արդեն տրանսպորտում կարելի է նկատել, փողոցում կարելի է նկատել մարդիկ ամբողջ օրը հեռախոսի հետ էկրանին կտկտացնում են եւ իրենց ամբողջ ուշքը, միտքը փող վաստակելն է հեշտ ձևով։ Ես կարծում եմ, որ այս հեշտ գումար վաստակելու միջոցը միանշանակ չարից է, որովհետև Տեր Հիսուսը սովորեցնում էր, որ ամեն ծառ իր պտուղից են ճանաչում։ Արդեն իսկ կան դեպքեր, որ մարդիկ հայտնվել են հոգեբուժարանում դրա պատճառով, որովհետև իրենց ամբողջ միտքը հիմնականում դեռահասներ, որոնք դեռ կայուն հոգեբանություն չունեն, բայց ուզում են գումար աշխատեն եւ առավոտից իրիկուն կտկտացնում են եւ որոշակիորեն նաեւ աշխատում են։ Իրենք կրիպտոարժույթները այնպիսի բան են, մի օր կարող է բարձր լինի իր արժեքը, մի օր ցածր, կարող է տատանվի կուրսը, մի խոսքով այսպիսի բաներ են, բայց հիմնականում մարդիկ այնպես չի, որ գումար չեն աշխատում դրանով, բայց իրենց ամբողջ ուշքը, միտքը այդ կտկտոցների վրա է, հեռախոսի վրա, որքան շատ կտկտացնեն, այնքան շատ գումար կվաստակեն, ամենաշատն էլ ինչքան վաստակեն, տենց աստղաբաշխական գումարներ չեն, բայց չեմ ուզում ասել ինչքան, քիչ գումար էլ չի, այսպես ասեմ, հատկապես դեռահասների համար։ Եվ հիմնականում աշխարհով մեկ դեռահասներն են, երիտասարդներն են, որ ընկնում են այս ծուղակը։ Դա ծուղակ է, սիրելիներ, դա ծուղակ է, որովհետև սա մարդուն կտրում է սոցիալական կյանքից։ Ասում եմ, տրանսպորտում, աշխատելիս, հաց ուտելիս, գերության մեջ է ընկնում մարդը եւ մոլուցք է առաջանում հեշտ փողի։ Այ կարելի է այսպես բնութագրել հեշտ փող։ Մի կողմից կարող եք մտածել ինչ վատ բան կա դրա մեջ, մյուս կողմից, եթե մենք հասկանանք ուր է այս ամենը տանում մարդկությանը, կհասկանանք, որ փողի համար մարդիկ պատրաստ են դառնում կտրվելու ամեն ինչից։ Դու չես կարող կենտրոնանալ մի բանի վրա, երբ որ մարդը անընդհատ կտկտում է հեռախոսի էկրանին։ Եվ ուղղակի ես այստեղ ուզում եմ հենց խոսել աստվածաշնչյան սկզբունքի մասին։ Եթե ինչ-որ մեկը փորձի ասել, որ դա մեղք է, աստվածաշնչի ոչ մի կետով մենք չենք կարող հիմնավորել, որ հեռախոսի էկրանին կտկտացնելը եւ դրանով փող վաստակելը մեղք է։ Բայց Պողոս առաքյալը մի սկզբունք ունի, ասում է, բաներ կան, որ մեղք չեն, բայց օգտակար չեն։ Նայեք պտուղներին։ Դրանց պտուղները չար են, սիրելիներ։ Դրանց պտուղները մարդուն տանում են ծուլության, եւ ծույլը ինքը հատուկ թեմա է Աստվածաշնչում, անգամ երկինք մտնելուց մերժված մարդիկ լսելու են այս խոսքերը հեռու գնա ինձանից չար եւ ծույլ ծառա։ Եվ ծուլության է տանում սա։ Մարդը արդեն ոչ թե ուզում է աշխատի, այլ ուզում է չաշխատի ու փող ունենա։ Սա ծուլության է տանում, սա կտրում է իրեն սոցիալական կյանքից, սա կտրում է իրեն իր շրջապատից, իր ուշադրությունը գրավում է ամբողջովին կենտրոնացնում է մամոնայի վրա, որը փողն է, եւ կարծում եմ, որ այդ խաղերը իրական մամոնայի պաշտամունքի մերօրյա դրսևորումներ են։ Սա իմ կարծիքն է, որովհետեւ ամենը արվում է փողի համար։ Կարող ենք ասել, մեր աշխատանքն էլ է փողի համար, ես էլ սա հեշտ եմ աշխատում, բայց հիշենք Պողոս առաքյալի սկզբունքը, որ բաներ կան մեղք չեն եւ օգտակար չեն եւ Տեր Հիսուսի ուսուցումը, որ ամեն պտուղ ամեն ծառ ներողություն իր պտուղից է ճանաչվում։ Սրա պտուղը հիմնականում վատ պտուղներ են, որովհետեւ մարդը կտրվում է իր շրջապատից, շրջապատը դժգոհում է
տվյալ մարդուն սիրող մարդիկ, ամուսիններ են, կինը սկսում է բողոքել, ամուսնու ուշադրությունը իր վրա չի, ծնողները բողոքում են երեխաներից, երեխան կտրվում է իր շրջապատից, մի խոսքով պտուղները չար են եւ այդ խաղը իհարկե այդքան տարածում չի ստացել, բայց ես արդեն տեսնում եմ, որ դա սատանայի հորինած հնարքներից մեկն է, որ մարդկությանը կտրի իրական կյանքից եւ կենտրոնացնի հողի վրա։ Հույս ունեմ, որ որոշակիորեն օգնեցի այս հարցի պատասխանով։